Այսօր ես ստեղծելու եմ իմ բնական մրգային հյութերը հենց իմ ձեռքերով։ Իսկ ստեղծածս հյութերը գնահատելու են փոքրիկ էքսպերտները, ովքեր տալու են իրենց անկեղծ գնահատականը։ Ամենաբարձր գնահատական ստացած համը անցնելու է եզրափակիչ եւ արտադրվելու է Հայաստանում։ Բայց այս բնական հյութեր արտադրելու միտքը այդքան էլ հեշտ չի եկել։ Ամեն ինչ ավելի տարօրինակ ու դաժան էր, քան դուք պատկերացնում եք։ Եկեք ամեն ինչ սկսենք ամենասկզբից։ Ինձ թվում էր առավոտը սովորական է լինելու, ինչպես մնացած բոլոր առավոտները, մինչև այն պահը, երբ բացեցի աչքերս եւ կողքից տեսա, որ անանաս է պառկած։ Գիտեմ, տարօրինակ է հնչում, բայց սա դեռ սկիզբն էր։ Երկրորդ օրը արթնացա եւ պատմությունը կարծես կրկնվեց, բայց այս անգամ անանասի փոխարեն նարինջներ էին կողքից։ Կարծում էի, որ այսքանով կավարտվեն տարօրինակ առավոտները, բայց երրորդ օր այս անգամ խնձորներ։ Փորձում էի հասկանալ, թե այս մրգերն ինչ նշաններ են։ Փնտրում էի հարցի պատասխանը, բայց այդպես էլ չէի գտնում։ Եվ այսպես օրերը շարունակվեցին։ Ամեն առավոտ մի նոր միտք էր կողքից պառկած։ Գնալով այս ամենը սկսում էր ինձ անհանգստացնել։ Ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ, թե այս ամենն ինչի հետ էր պայմանավորված։ Մինչև այն պահը, երբ եկավ 7-րդ օրը։ Ունես ուղիղ 1 շաբաթ ժամանակ, որպեսզի արտադրես քո բնական հյութերը։ Արագացրու, թե չէ։ Դանակով անանաս? Չէ, այս ամենը շատ վախենալու է։ Շտապ պետք է անցնել գործի։ Ստեղծման process-ը պետք է սկսվի հենց շուկայից, որտեղից էլ ես իմ ձեռքերով կգնեմ շատ ու շատ տարը տեսակ մրգեր հյութերը ստեղծելու համար։ Այստեղ ես տեսնում եմ դեղցը։ Ընտրությունը մեծ լինելու համար հնարավորինս շատ մրգեր են այսօր մեզ անհրաժեշտ։ Շիրորել ենք պարտադիր վերցնում։ Ծիրան, պարտադիր։ Հուսանք համեղ սոկեր է ստացվելու։ Նարինջները ես այստեղից չեմ գնի, քանի որ մեր բակում նարինջներ է աճում, իմ ձեռքով կգնամ ու կքաղեմ։ Մանգոները նայեք, պարտադիր մանգոյի սոկ էլ պետքա փորձենք ստանալ։ Օ, գազարները։ Սոկերից մեկը պարտադիր գազարով պետքա փորձեմ սարքել։ Կվերցնենք ելակ, կվերցնենք մոշ եւ մալինա։ Վերցնում ենք անպայման բանան, ընտրում ենք ամենահասած ձմերուկը, ուրեմն մի հատ գաղտնիք ասեմ, եթե այսպես ճեղքերը շատ է ձմերուկի վրա ու դատարկության ձայնը շատ է, նշանակում է սա քաղցր է ու լավն է։ Վերցնում ենք նաեւ անանաս, տեսնենք մեր այսօրվա էքսպերտները որ մրգով պատրաստված սոկն են ամենաշատը սիրելու։ Ես արդեն պատկերացնում եմ, թե կանաչ խնձորի բնական հյութը ինչ համեղ է լինելու։ Դե նարինջը միանշանակ մեր բակի ծառից եմ քաղում։ Սա լավագույն նարինջն է, քանի որ անիմաստ բաներ չենք սրսկում այս ծառին ու բնական իր ճանապարհով աճում է։ Ես պատկերացնում եմ նարինջի սոկը ինչ համով է լինելու։ Ես արդեն գտնվում եմ խոհանոցում, իմ առջև գտնվում են բոլոր մրգերը եւ արդեն ժամանակն է հյութերը պատրաստելու։ Դե բոլորս երբ ասում ենք բնական հյութ, ամենաառաջինը բոլորից մտքին եկեք համաձայնվենք, որ խնձորն է գալիս։ Դրա համար ամենաառաջին բնական հյութը ցանկանում եմ, որ խնձոր պարունակի։ Սկսում ենք խնձորը կտրատելուց, գնացինք։ Միացնենք այս սարքը։ 3, 2, 1, առաջին անգամ եմ անելու, գնացինք։ Օլա, զեց։ Պատկերացնում եք ինչ համեղ է լինելու։ Ես ուղղակի վստահ եմ, որ մեր այսօրվա փոքրիկ էքսպերտները շատ են հավանելու։ Մեր խնձորի հյութը պատրաստ է, ինչպես կարող եք տեսնել, բայց կարծում եմ, որ ավելի օգտակար բաղադրություններ կարելի է ավելացնել։ Կարող ենք ավելացնել գազար, համ մի փոքր նարնջագույն երանգ կտանք, համ էլ ավելի շատ վիտամիններ կավելացնենք մեր խնձորի սոկին։ Իմ ստեղծած հյութերի մեջ պետքա հնարավորինս մաքուր լինի ամեն ինչը, դրա համար ավելորդ կեղտոտ կեղևից պետքա ազատվել։ Այս է ուրիշ։ Գնացինք։ Օ, էսա նարնջագույնը գալիս է։ Հələ մի հատ գույնը խնդրում եմ նայեք։ Փորձում ենք։ Ախ։ Գնացինք մեր փոքրիկ փորձագետներին ցույց տալու, հուսով եմ կհավանային ու չեն լցնի գլխիս։ Երեխեք, սարքել եմ առաջին սոկը, խնդրում եմ ստեղ նայեք։ Վստահ եմ շատ եք հավանելու, ես կասկած անգամ չունեմ։ Էս քեզ, էս էլ ինձ պատրաստ եք։ Գույնը վատն է երևում ու հոտ է գալիս։ Վատ հոտ է գալիս։ Լավն է։ Լավն է, չէ՞։ Ինչա քուրիկ է ասում վատնա։ Դե փորձի ելը։ Նորմալ։ Հեն։ Վատներ։ Դուրը չեկավ։ Անկեղծ։ Քաղցր համ չկար ու խնձորի համը вообще չկար։ Խնձորի համ չարար։ Լավը չէր։ Անկեղծ։ Ոնց որ մոխիտո լինի։ Ինչն է մոխիտո։ Բա լավ, ինչ անեմ, որ դուրները հետ գա։ Գազարը հանին ու նոր բեր, որովհետև խնձորի համ չեն կզգում, մենակ գազարի համ են կզգում։
Այո։ Բայց ախր գազերը օգտակար է երեխեք։ Բայց խնձորը ավելի համով է։ Դու էլ ես տես կարծում, հա։ Այո։ Գազերը իր մեջ այդքան վիտամին է պարունակում։ Ես դուրս չեմ հասկանում, ձեզ ոնց կարելի է գազար չսիրել։ Գազա ես ուտում եմ, բայց գազարի սոկ չեմ սիրում։ Եվ միրգն ու բանջարեղենը իրար հետ չեն գնում։ Ես ձեզ հասկացա, շուտով կվերադառնամ։ Որա լավ, որա։ Ես չեմ հասկանում հիմիկվա երեխեքին ոնց կարելի է այսքան շատ վիտամիններ պարունակող սենց համով սոկին անուն կպցնել։ Ասենք գազարից ու խնձորից լավ բան կա այս աշխարհում։ Այսինքն նշանակում է հիմա ես պետքա ենթարկվում այդ պուճուրներին ու ընդհանրապես խնձորով սոկ սարքեմ։ Այդքան հասարակ, ինչ ասեմ, կանենք նենց ոնց որ երեխաները ուզեցին։ Իդեպ խնձորը այն մրգերից է, որը իր մեջ պարունակում է ահա որ շատ վիտամին C, այսինքն այն շատ օգտակար է խմել, եւ իդեպ խնձորը համարվում է երեխաների ամենասիրելի միրգը, այդ իսկ պատճառով երևի երեխաները սիրում են խնձորը չխառնել ուրիշ մրգերի հետ ու նախընտրում են միայն խնձոր։ Ահա եւ վերջ։ Խնձորի հյութը պատրաստ է, տեսնենք ինչ կասեն։ Ես վերադարձա, այս անգամ ձեր սրտով եմ սարքել։ Միայն խնձոր է, ուրիշ ոչ մի ավել բան չկա։ 3, 2, 1, գնացինք։ Շատ համով է։ Անկեղծ։ Անկեղծ շատ համով է։ Ոնց է կանեն խնձորի համըդնել։ Բա կանաչ խնձոր է, որտեվ միայն գնահատականդ ինչքան է։ 10-ից 10։ Հաստատ, գոհացրել եմ քեզ։ Հա? Դու ինչքան ես ասում։ 10-ից 100։ Դուզից։ Այո, երեխաների առաջին սիրելի սոկը օֆիցիալ ունենք։ Ապրեք, ես գնամ։ Եթե ուզում եք այս սոկից ունենալ, պիտի բաժանորդագրվեք։ Օ, տեսակ ինչ ասեց, այո, պետքա բաժանորդագրվեք ալիքին։ Իմ նոր ստեղծած հյութերը միայն իմ ալիքի բաժանորդների համար են։ Այնպես որ միացեք ալիքին։ Իսկ ես գնամ մյուս հյութը պատրաստել, հուսով եմ ձեզ կկարողանամ էլի գոհացնել։ Վերջապես ես արդեն ունեմ երեխաների կողմից հաստատված առաջին հյութը, որը խնձորինն է։ Խնձորի հյութ, լցնում ենք այստեղ։ Առաջին հյութը պատրաստ է։ Շարժվում ենք առաջ։ Ժամանակն է պատրաստելու երևի թե իմ ամենասիրելի հյութը՝ ցիտրուսով հյութ։ Ես գժվում եմ թթու բաների համար ու առավելևս ցիտրուսային մրգերի համար։ Ցիտրուսային բնական հյութ սարքելու համար մեզ պետք է ամենաառաջինը նարինջ։ Իդեպ նարինջը շատ հարուստ է վիտամին C-երով։ Նարինջը օգնում է, որ մարդը չջրազրկվի։ Եվ նարինջը այն մրգերից է, որ իր մեջ պարունակում է հնարավորինս շատ բնական շաքար։ Գնացինք եւ Խնդրում եմ ես գեղեցկությունը նայեք։ Դե ինչ, նարինջը քամված է, ժամանակն է կիտրոն ավելացնել։ Կարծում եմ կիտրոնը պետք է լինի ընդամենը կես հատ։ Մի հատը մի քիչ շատ կլինի։ Այա, բախ ես ինչ անուշ հոտ է գալիս, պաշտում եմ ուղղակի։ Մի հատ լավ խառնում ենք։ Փորձում ենք։ Իդեալական է։ Եթե երեխաները սա չսիրեցին, ուրեմն լուրջ արդեն չգիտեմ, որովհետև անհնար է սա չսիրել։ Գնացինք հյուրասիրելու։ Երեխեք կներեք ուշանելուց համար ավտոյից տակ սամակատով մարդեր են գել։ Այսինքն։ Չգիտեմ, կանած է իմ համար գալիս է, մեկը սամակատով եկավ ընկավ ավտոյից տակ։ Բայց լուրջը տենց բան է եղել։ Հա, ախի պետք է խափեն։ Եթե խափես, Աստված քեզ կպատաժի։ Վիդեոն կա կարում ցույց տամ քեզ։ Եթե ունես, վաղը կցույց տաս, որտեղ հիմա ավելի կարևոր վիդեո եմ անում։ Համաձայն եմ։ Գնացինք։ Ես եկա Ռաֆը։ Ինչ կա։ Ես քեզ ուշանում։ Սամակատով մարդեր են գել ավտոյից տակ։ Մարդեր են գի ավտոյի տակ։ Լուրջ է ասում երեխեք։ Հենց դու պատմեց։ Լուրջ է սարա ասում։ Մարդ ես գցե ավտոյի տակ։ Չէ, ինքը իր ոտով եկել են գելա, խփել ավտոյին։ Փորձեք կարծիքները ասեք, ես անհամբեր եմ։ Տեսնեմ հավանում եք թե չէ։ Գնաց նորմալ խմում ենք։ Համով է իրականում։ Հեն ոնց է, ասեք, ոնց է։ Շատ դառնա։ Անկեղծ լուրջ դառներ։ Այո։ Վատներ։ Ոնց էր վատը, ասենք բնական քամել եմ։ Ինչը չեք հավանել, լավ։ Լուրջ ատենց զզվելի էր։ Ես մենակ նարինջ եմ ուզում, որտեվ երբ որ լիմոնալում, մի քիչ ոնց որ դառնալում համել թթու։ Ճիշտ է ասում երեխեն։ Դե լավ, ես ընդունեցի, հիմա կգնամ, ձեր սրտով կսարքեմ ու կբերեմ։ Գնացինք։ Չեմ հավատում։ Հավատա քեզ։
Դառը ու թթու, հա։ Լավ, այ հիմա չէի կարող վիճվել երեխաների հետ, դրա համար ես արդեն գիտեմ, թե երեխաները ինչ են ուզում խմել։ Այս անգամ նարինջը ոչ թե կքամենք այս սարքով, այլ ամբողջովին ձեռքի օգնությամբ կճզմենք։ Այդ դառնությունը ամբողջովին կեղևն էր ապահովում։ Դրա համար այս անգամ առանց կեղևի կանենք։ Դա շատ կարևոր է, որ այս պայից որոշեմ կեղև լինելու է իմ նարնջի հյութի մեջ, թե չի լինելու։ Օրինակ ես շատ ու շատ նարնջի հյութեր եմ խմել, որ ներսում դառնություն եմ զգացել։ Փաստորեն պարզվում է, որ երեխաները դառնություն չեն սիրում։ Դրա համար իմ նարնջի հյութը կլինի միայն ներսի հյութով, որ ամբողջովին քաղցր լինի։ Վաու, փորձում ենք։ Այս սա ուրիշ։ Փաստորեն երեխաները ճիշտ էին ու այս նարնջի բաղադրությունը ավելի համեղ էր։ Անհնար է ուղղակի չհավանեն, գնացինք։ Նարնջի սոկիկը պատրաստ է։ Այ հիմա տարբերակ չունեք չհավանելու։ Մենակ հավանեք, ոնց է։ Շատ լավն է։ Հոտը շատ լավն է։ Հեն, ոնց է։ Ավելի շատ սարքի։ Հա, տես լավներ։ Օ, Լավն է, չէ՞։ Շատ լավն է։ հա։ Այսօրվա ամենահամովներ։ Պրեզ Բայց եթե նարինջի կլիպները չների մեջ լավ կլներ։ Հա, էսի առանց նարինջի կլեպել, բայց։ Կորիզները։ Կորիզ կար մեջը։ Okay, Ալուսե ջան, մի քիչ փնթի է աշխատել, բայց կասենք կուղի։ Գնա մի հատ շուշուտ այդ կորիզը հան։ Կորիզով երեխուն սոկես բերև որ ինչ։ Կուղեմ։ Բայց ամենակարևորը հավանել եք։ Հա։ 10 միլիոն։ Վաու, 10-ից 10։ ապրես։ 10 միլիարդ։ Աչքից նարինջը շատ է, հա, սիրվելու ապրեք։ Ես խոսք եմ տալիս, որ մյուս համերը ձեզ չի հաստատեցնելու։ Գնացի։ Բայ բայ։ Վերջապես երկրորդ երեխաների սիրելի համը օֆիցիալ համարում եմ հաստատված։ Եկեք արդեն փորձենք ստեղծել երրորդ համը։ Ինչպես արդեն հասկանում եք, հաջորդ բնական հյութի փորձարկումը լինելու է հատապտուղներով՝ ելակ, ազնվամորի եւ հապալաս։ Առաջինը կավելացնենք ազնվամորին։ Օրո։ Հələ խնդրում եմ գույնը նայեք։ Վաու, մենակ թե համեղ լինի։ Մի հատ առանձին սա ենք փորձում։ Գնացինք։ Վաու։ Լավ խառնում ենք, գնացինք, փորձում ենք։ Ախ, էս ինչ համով էր։ Տեսնենք երեխաները ինչ կարծիք կունենան հատապտղային սոկի մասին։ Գնացինք։ Էս մեկը տարբերակ չկա չհավանեք։ Ձեր ամենասիրած բաներն է գտնվում բաժակների մեջ։ Հատապտղային միքսա, ներսում կա ելակ, հապալաս, ազնվամոր։ Մի խոսքով փորձեք հաստատ հավանեք։ Եվ ոնց է։ Ավելի շատ կուզեի կլուբնիկայով բաբլգամ։ Բայց վատներ, լուրջ։ Ոնց որ հին բորշելներ։ Ես հապալաս չեմ սիրում։ Դրա համար չես խմել, հա։ Հələ բաց բերանդ։ Հələ բաց։ Դե լավ մի հատ փորձի էլի։ Մի հատ լեզուդ կպցրա այնքան որ։ Հա։ Վատնա։ Լուրջ։ Վատն է, չէ։ Ես հատապտուղի ծամուն եմ սիրում, սոկը չհավանեցի։ Որտեվ երսիկի ու բորշի համ է։ Չէ։ Հիմա Ռաֆոյի ասածներն Չէ, ճիշտ է ասում, երշիկի բորշի համակ, չէ, ասում ենք չէ, տար, չենք ուզում։ 0։ Զրո, ես Ռաֆոյի թիմում եմ։ Հա։ Ես էլ Եկավ երեխեքի ուղեղները կերավ, իրանից գոհ նստելա։ Բորշի համ էր գալի։ Գնամ ուրիշ բան մտածեմ։ Փաստորեն երեխաների համար անսովոր էր հատապտղային հյութ ըմպելը։ Երեխաները սովոր են, որ հատապտղային պետքա լինի ծամոնը, կոնֆետը եւ պաղպաղակը։ Ժամանակն է արքայական ըմպելիք ստեղծելու, դրա համար ինձ օգնության կհասնի արքայախնձորը, նույն ինքը անանասը։ Անանասը համարվում է տրոպիկական ամենահայտնի միրգը։ Այն օգնում է մարսողությանը եւ իր մեջ պարունակում է շատ վիտամին C։ Անանաս հիմնականում աճում է Կոստա Ռիկայում, Թայլանդում, Հավայյան կղզիներում եւ Ֆիլիպիններում։ Ինչպես հիշում եք, երբ ես ու ընկերներս գնացել ենք Հավայյան կղզիներ, այնտեղ գնացել ենք անանասի դաշտեր եւ ես իմ աչքերով ականատես եմ եղել, թե ինչպես է այս հրաշք միրգը աճում։ Մեզ անհրաժեշտ է անանասը այսպես կեղևազրկել։ Խնդրում եմ մի հատ ստեղ։ Նայեք ոնց առանձնացրեցի։ Վաու։ Տեսնենք անանասից ինչ հյութ է դուրս գալու։ Վաու։ Խնդրում եմ մի հատ ստեղ նայեք ինչ տարօրինակ տեսք ունի անանասի հյութը։ Փորձում ենք, գնացինք։ Այդքան էլ չեմ հավանում, բայց կարող է ես սխալվում եմ։ Տեսնենք երեխաները ինչ կասեն։ Անանասի հյութը եկավ, հələ տեսնեմ հավանում եք, թե չէ։ Շատ ընտիր է եղել, ես անձամբ շատ եմ հավանել։ Մեն ոնց է։ Չասեք, որ չէ։ Մրջունի համ է գալի։
Երեխեք խոնավություն եք քաշել Ռաֆոյից։ Մի լսեք իրան, անկեղծ, Ռաֆ սուս մնա, մի հատ սուս մնա։ Բարջ խոսա։ Չենք լսում Ռաֆոյին, առանց իրան լսելու անկեղծ կարծիք ասեք։ Օրինակ, ինչ չես հավանել։ Ռաֆոին բերան փակել է։ Հասկանում եմ չես սիրում որ Ռաֆոյի բերանը փակել են, բայց սոկի մեջ ինչի չես հավանել։ Անանուս։ Թթված համակալի։ Սուս մնա թող երեխեն իր կարծիք ասի, ինչի չես հավանել։ Մեծականն է շատ։ Հաստատ։ Դու ինչի չես հավանել ավանասի։ Արաղի համակալի։ Թող երեխեն իր կարծիք ասի։ Ոնց որ քարոտ է։ Մի լսեք Ճիշտ Ռաֆոյ։ ասում, չի լսում, ես բան չեմ ասում, ասում քարուտ է, շատ վատնա, 10-ից 0 տար, հոտը արդեն վատնա։ Երեխեք խնդրում եմ մի եկեք Ռաֆոյի խելքին։ Վատ հոտ է գալի, տար, իա, խեղտվանք, ֆու։ Ես արդեն չգիտեմ ինչ անել։ Լավ երեխեք, լավ։ Բայ։ Հաջողություն։ Կվերադառնամ։ Փաստորեն ես չէի սխալվում։ Երեխաները նույնպես չհավանեցին անանասի հյութի համը, այդ իսկ պատճառով մեզ օգնության կհասնի հաջորդ տրոպիկական միրգը, որը երեխաների սիրելի մանգոն է։ Ներքին զգացում ունեմ, որ մանգոն շատ են հավանելու, քանի որ ես էլ փոքր ժամանակ մանգոյի հյութ շատ էի սիրում։ Մանգոն իր մեջ պարունակում է վիտամին A եւ C, նաեւ մանգոն շատ լավ է մաշկի եւ տեսողության համար։ Համ շատ օգտակար, համ էլ ահա որ համեղ։ Մանգոներ աճում են Հնդկաստանում, Մեքսիկայում, Թայլանդում եւ Բրազիլիայում։ Էս ինչ անուշ հոտ է գալիս։ Ուղղակի պաշտում եմ մանգոն։ Չէ, պարտադիր իմ բնական հյութերից մեկը պետքա մանգոյի համ ունենա։ Իդեպ մանգոն ունի շատ հետաքրքիր կտրելու ձև, որը հիմա ձեզ ցույց կտամ։ Անում ենք այսպես գծեր, այժմ նույնի հակառակը։ Եվ ուշադրություն, այսպես շրջում ենք։ Այդքան էլ սիրուն չեղավ։ Գնացինք։ Վաու։ Եվ ավելացնում ենք։ Խնդրում եմ խտություն ունենալ, կարծես ձեռքերով ճզմած լինեմ։ Բավականին խիտ է, ինչպես կարող եք տեսնել։ Շատ համեղ է, բայց բավականին խիտ է։ Դրա համար ձեռքումս գտնվում է ջուր, որով կբացենք մանգոյի այս խտությունը։ Լավ խառնում ենք։ Այ հիմա ինչպես կարող եք տեսնել, իդեալական է։ Փորձում ենք։ Շատ համով է։ Անհամբեր երեխաների ռեակցիան եմ սպասում, գնացինք։ Դոնը այս անգամ նորմալ բան բեր, Նորմալ է ու շատ էլ լավն է այս անգամ մանգոյի սոկ եմ բերել, հիմա փորձեք, վստահ եմ շատ եք հավանելու։ Դե, վերցրեք։ Գույնը ուրիշ է, մի քիչ ավելի լավն է։ Մենակ թե հավանեն։ Սրան բան չեմ կարող ասեմ, այ 10-ից 10։ Դու սուս, երեխաներ դուք հավանում եք կարևորը։ Այո։ Անկեղծ։ Անտիրեր։ Ոնց է։ Perfection։ Հա, ես գժվում եմ մանգոյի սոկի համար։ Լուրջ։ Հա, 10-ից 10։ 10-ից 10։ 10-ից 10։ 10-ից 10։ 10-ից 10։ 10-ից 10։ 10-ից 10, այո։ Ես էլ էի փոքր ժամանակ մանգոյի սոկ շատ սիրում ու կասկած անգամ չունեի, որ դուք էլ եք հավանելու։ Շարժվում ենք առաջ, գնամ ավելի ընտիր հյութ պատրաստելու։ Սպասեք։ Եթե ցանկանում եք Արոյի վիդեոյի մեջ լինեք, պիտի բաժանորդագրվեք, subscribe։ Ճիշտ ասում քուրիկս, հա բա ինչ, եթե չբաժանորդագրվեք, չեք կարող անեք։ Ճիշտ է ասում։ Արդեն շատ մոտիկ ենք 10 միլիոն բաժանորդի։ Կարող հետ արի բան մոռացա ասեմ։ Ինչ ա եղել։ Արի ակնջիտ բան եմ ուզում ասեմ։ Սոկի տանունը կարստանես օգտակարո։ Այդ նոր մտածեցիր։ Ապրես դու։ Օգտակարո, արա օգտակարո, ես ինչ անուն հենց նոր ծնվեց։ Դուք պատկերացնում եք, իմ նոր ըմպելիքների անունը լինելու է օգտակարո։ Արա, ես ինչ ուրախ եմ ես։ Ավելի իդեալական ու լավ անուն ուղղակի չէր կարող լինել։ Երկու լավ նորություն, օգտակարոյի երրորդ համը լինելու է մանգոն, քանի որ երեխաների կողմից սա էլ հաստատվեց։ Արա օգտակարո։ Չէ, բայց զգում եք տղեկ, ձերդ եմ մրգեր, զգում եք օգտակարո։ Արա օգտակարո եմ արտադրելու, օգտակարո։ Երրորդ համն էլ մանգո։ Վաու։ Հավատս չի գալիս, մենք արդեն երրորդ համը ունենք։ Ժամանակն է ստեղծելու վերջին 4-րդ օգտակարոն, որը կարծում եմ պետքա բանան լինի։ Բանանն իմ մանկության երևի ամենասիրելի միրգն է եղել։ Այն իր մեջ պարունակում է ածխաջրեր, այն հարուստ է վիտամին C-ով եւ վիտամին B6-ով։ Կարծում եմ շատ համեղ է լինելու բանանի համով օգտակարոն։ Փորձենք։ Բանանից ոչ մի հյութ դուրս չեկավ, հա? Կարծում եմ բանանի ինչ-որ բանի հետ խառնել է պետք։ Առաջարկում եմ ամենաառաջինը դեղց նախ վերցնենք։
Wow. Այ հիմա դեղցի վրայից ավելացնում ենք բանան։ Այ հիմա համ բանանն է դուրս գալիս, համ դեղցը։ Ես հասկացա մուլտիա սա դառնում։ Այսինքն հիմա ինչքան հնարավոր է շատ միրգ պետք է ավելացնենք։ Մուլտիֆրուտ, տեսնենք ոնց է։ Օրես ինչ լավներ։ Ես կասկած անգամ չունեմ, որ երեխաները անուն են դնելու այս հրաշք ըմպելիքին։ Գնացինք։ Տեսնենք ինչ է բերում։ Մուլտիֆրուտ եկա, վայո, այստեղ գտնվում է շատ տեսակի մրգեր, վստահ եմ շատ եք հավանելու։ Փորձեք։ Ոնց է։ Ոնց որ էներգետիկ լինի։ Լուրջ։ Նման էր չէներգետիկի։ Այո, շատ համով էր։ Հա, անկեղծ, ինչքան ես գնահատում։ 10-ից 10։ Գժվել եք, շատ վատն է, ոնց որ փդած բանան լինի։ Ձենդ կտրի, դու ինչքան ես գնահատում։ 100-ից միլիոն։ Ասա թթված բանանի համ է Ձենդ կտրի։ Ու այնտեղ բան չես կարես, ես երեխաները հավանել են։ Ինչ ես խոսում, լավն է։ Շատ վատն է։ Լավն է։ Դե չես սիրում գնա դուրս։ Այո, դա չես սիրում գնա դուրս։ Լուրջ։ Երեխեքը հավանել են, Ռաֆ, մի էլ ձևեր թափի անիմաստ բոմբեր, չէ։ Ահա։ Ես ավելի շատ եմ ուզում, որովհետև այս սոկը երեխեքը շատ է սիրում ու այս ընտիրը էլի կխմեի։ Դուք Ռաֆոին մի լսեք, որովհետև ինքը ասում է, էսի վատ է, բայց երեխեքը սիրում են։ Եթե ինքն էր երեխաները շատ կխմեի։ Այո, եթե դու էլ երեխալիներ շատ կսիրեր, հա, մուլտիֆրուտ, արա մուլտիֆրուտ։ Անտանելի համով էր։ Ապրես։ Ինչ ասում։ Բա Ռաֆը, ստեղ քո ձայնը արդեն չի անցնում, երեխաները հավանել են, նշանակում է մուլտիֆրուտը լինելու է։ Գնացի։ Ես չէի սխալվում, մուլտիֆրուտը երեխաները շատ հավանեցին, դրա համար էլ օգտակարոյի 4-րդ համը կլինի հենց մուլտիֆրուտը։ Վաու։ Վերջին համը օֆիցիալ համարում եմ պատրաստ։ Վերջապես 4 օգտակարոյի համերը արդեն պատրաստ է։ Ժամանակն է բաղադրություններ ուղարկելու Հայաստան, որպեսզի Հայաստանում արդեն սկսեն արտադրական process-ը։ Իսկ ես արդեն պետք է շտապեմ Հայաստան, որպեսզի ձեզ բաժանեմ օգտակարոները։ Գալիս եմ։ Մինչ կհասնեմ Հայաստան, ցանկանում եմ պատմել, թե ինչ երկար ու բարդ ճանապարհ ենք անցել հյութերը ստեղծելու համար։ Արդեն 3 շաբաթ է, ինչ Instagram-ից հետևորդների հետ միասին որոշում ենք, թե ինչ համեր պետք է արտադրեմ, որպեսզի դրանք հնարավորինս շատ ձեզ դուր գան։ Ինձ համար շատ կարևոր է, որ ստեղծման ողջ գործընթացին հետևորդներս ներգրավված լինեն եւ ամեն մի մանրուք ու դետալ միասին որոշենք։ Ինչպես նաեւ ամիսներ առաջ ես հավաքել էի իմ 30 հետևորդներին, ովքեր փորձել են տարբեր տեսակի բնական հյութերի համեր, ինչի արդյունքում էլ ես ու իմ թիմը հավաքել ենք ստատիստիկա, թե երեխաները որ համերն են ամենաշատը սիրում։ Ես արդեն գալիս եմ Հայաստան ու մենակ չեմ գալիս, հələ ով է հետս գալի Հայաստան։ Ամիլը բարևի, հատիկով արա։ Գնում ենք Հայաստան, հա? Խմելու ես օգտակարոներից իմ հետ։ Գնանք քեզ լիքը տամ, հա? Նաոմին դեռ չգիտե օգտակարոները ինչա, բայց շուտով կիմանա։ Ես արդեն Երևանում եմ գտնվում, ավելի կոնկրետ օգտակարոյի գործարանի առջև։ Իսկ իմ հետևում էլ օգտակարոյի մեքենան է գտնվում, խնդրում եմ միած տեղ նայեք։ Այսօրվանից սկսած Հայաստանի տարբեր հատվածներում կարող եք տեսնել օգտակարոյի մեքենան։ Ինչպես հասկացաք, իմ հագին գտնվում է իմ նոր շապիկները, ինչպես տեսնում եք, շապիկի վրա պատկերված են այլմոլորակային, ծաղրածու եւ տուն մեքենան։ Շապիկները հունիսի 1-ից սկսած վաճառվելու են բոլոր զանգագրախանութներում։ Եկեք գնանք ամենասկզբից ցույց տամ, թե ինչպես է անցնում օգտակարոների ստեղծման ողջ գործընթացը։ Ամենասկզբում օգտակարոյի շշերը այսպես փոքր տեսք ունեն։ Այնուհետև փոքրիկ շշերը տեղափոխվում են ուրիշ միջավայր, որտեղ տաքացվում են, տաքացվելուց հետո հատուկ սարքի միջոցով փչվում են, որից հետո էլ շշերը ստանում են իրենց իրական տեսքը։ Այնուհետև շշերը լվացվում են, որից հետո էլ օգտակարոները արդեն լցվում են շշերի մեջ։ Ճանապարհը շարունակելով հյութերը մտնում են սառեցման փուլ, որի ընթացքում հյութերը եռման վիճակից սկսում են սառչել։ Այնուհետև իմ ամենասիրելի պիտակավորման փուլն է գալիս, որտեղ օգտակարոները ստանում են իրենց վերջնական տեսքը։ Եվ ամենավերջում 12 շշերը միասին փաթեթավորվում եւ դրվում են իրար վրա, որից հետո էլ օգտակարոները տեղավորում ենք մեքենայի մեջ եւ ուղարկում խանութներ։ Եվ այս կետից սկսած օգտակարոները տեղափոխվում են դեպի խանութներ։
Իմ առջև արդեն գտնվում են 4 համերի օգտակարները՝ նարինջ, խնձոր, մանգո եւ մուլտիֆրուտ։ Օգտակարները բնական են, իրենց մեջ չունեն պահպանիչներ եւ իրենց մեջ պարունակում են մի շարք վիտամիններ։ Ես ուղղակի վստահ եմ, որ այսօրվանից սկսած դու ունես քո սիրելի բնական նյութերը, որը կոչվում է օգտակարո։ Գնա խանութ, գնիր եւ փորձիր, Instagram-ում նկարիր story, որտեղ կկիսվես քո անկեղծ կարծիքով։ Ինձ իսկապես շատ հետաքրքիր է, թե ինչ կարծիք եք հայտնելու օգտակարոների մասին։ Ես անպայման դիտելու եմ բոլոր ձեր story-ները։ Չմոռանաս նշել Instagram-ի սեջը, որպեսզի անպայման տեսնեմ։ Հուսով եմ վայելել ես վիդեոն սկզբից մինչև վերջ, կհանդիպենք հաջորդ շաբաթ օրը։ Ցտեսություն։